Հոգեբանները հաճախ խորհուրդ են տալիս, որ հարաբերությունների ավարտից հետո ցանկալի չէ անմիջապես նոր հարաբերությունների մեջ մտնել։ Սա շատ հասկանալի եւ հիմնավորված խորհուրդ է, որովհետեւ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդը էմոցիոնալ իր ապրումները կարգավորվեն եւ իմաստավորի, վերաիմաստավորի, վերագնահատի այն փորձը հարաբերությունների, որն ունեցել է, եւ ինչ որ ժամանակ հետո նոր պատրաստ լինի, այսպես ասած, հուզական եւ կոգնիտիվ իմաստով նոր հարաբերությունների։ Դա միանշանակ այդպես է, սակայն նաեւ պետք է նկատի ունենալ հետեւյալը, որ նախորդ հարաբերություններում ձևավորված pattern-ները եւ դրանց վարքային մոդելները, pattern-ը այստեղ ուզում եմ հիշեցնեմ, դա այն ճանաչողական սխեմաներն են կամ կառույցներն են, որոնք ներառում են իրականության, իրավիճակի ընկալման մեխանիզմներ, յուրահատուկ ձևով ընկալման, գնահատման եւ հակազդման։ Նախորդ հարաբերություններում ձևավորված pattern-ները ոչ միշտ է, որը դադարի ժամանակ վերաիմաստավորելով, վերագնահատելով մարդ կարողանում է, այսպես ասած, փոխել։ Որքան ժամանակ էլ որ անցնի, անկախ նրանից 1 ամիս կլինի այդ դադարը, թե 1 տարի, թե 2-3 տարի, միևնույնն է, կլինեն հատկապես շատ կարևոր եւ տրավմատիկ կամ նշանակալի pattern-ները պետք կլինի, որպեսզի դրանք վերափոխվեն, ձևափոխվեն նոր հարաբերություններում։ Այո, երբեմն հարաբերություններում ձևավորված pattern-ները եւ հարաբերությունների հետ կապված pattern-ները կարող են փոփոխվել միմիայն հենց հարաբերությունների մեջ, որովհետեւ կան իրավիճակներ, կան ազդակներ, trigger-ներ եւ կան թեմաներ, որոնք ակտուալ են միայն հարաբերությունների կոնտեքստում։ Կան անձնային հատկանիշներ եւ սովորություններ, որոնք մենք դրսեւորում ենք միայն հարաբերությունների կոնտեքստում, երբ որ ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ ենք, երբ որ կան որոշակի զգացմունքներ, էմոցիաներ։ Դրա համար բնականաբար հարաբերությունների ավարտից հետո դադար վերցնելը ցանկալի է, թե ինչքան տևողությամբ դա արդեն շատ անհատական է եւ ամեն մեկը ինքն է նաեւ որոշում, բայց պետք է նկատի ունենալ, որ միևնույն է կլինեն pattern-ներ, որոնք կպահանջեն նոր հարաբերություններ իմաստավորվելու, վերաիմաստավորվելու եւ փոփոխվելու, փոփոխության ենթարկվելու համար։ Այսինքն շատ կարեւոր է միջավայրը, այսպես ասած, այսինքն հարաբերությունները, որպեսզի նախորդ նմանատիպ միջավայրում ձևավորված ոչ ցանկալի կառույցները ճանաչողական փոփոխվեն։